Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում կգնեք։ Չեմ առնի, ես չեմ գնի։ Կոնկրետ եթե ես մի անձ մեքենա չեմ գնի, բայց չեմ առնի, չեմ գնի։ Ես դրանալ չեմ ուզում, դա խափուսիկ մոմենտներ է, խափում նայմա։ Ախի ես Թուրքի չանգնել եմ ընկել։ Իհարկե պետք է վաճառեն։ Մի քանի ողորմելիները կան, որ մի քիչ ժանա վերջ, էսա որ կա, բայց չի ասում, այդ բենզին եկավ առնելու են իրանց մամաները լացացնեն։ Ում ես հարստացնում։ Ում ես հարստացնում։ Բենզինը Ռուսաստանից ես կպել։ Բախի հիմա էլ չոքել ես Պուտինի ոտերն ես լիզում, գնացիր տեղը դրեցիր, հա։ Արա դու ով ես, որ կարնաս Պուտինի դեմ խոսաս։ Դու ով ես այ մժեղ։ Պուտինը ոտը դնի վրան կխեղտավես դու։ Ադրբեջանը ինքը բենզիներ մուծում է։ Իր բենզինը իրեն չի երիկում։ Ինքը ուրիշ դեպս բենզիներ մուծում։ Այդ ադրբեջանական դեղից բերած ոչ մի բենզիներ ինչ կապ, դա կապ չունի, հա մի 67 դրամ էժան ածախում։ Ինչ կապ ունի դա։ Այնտեղ գրածա բենզին կալոնկեն։ Չի գրած ադրբեջանական։ Այդ ինձ ինչ օգուտ 10 օր էժանացրին 30-40 դրամ, հետո թանկացրեցին։ Էդի բիզնեսմենին է ձեռ տալի, ով բիզնես անում նրան է ձեռ տալի։ Ես ինչ իմանամ, էդի ադրբեջանականա թե ինչ է։ Որ իմանաք կոնկրետ ադրբեջանական բենզինը։ Երևի չէ։ Երևի չէ։ Երևի չէ։ Ախպեր թող սահմանը փակ մնա, ոնց ենք ապրել մինչև հիմի։ Մեր հողու ջրով, չէ՞։ Հողու ջրով ապրել ենք, հիմա էլ թող ապրենք։ Ինչ ես Թուրքիի հետ սահմանը բացում։ Որ ինչ ելնի։ Որ ինչ ելնի։ Ես իմ ինչ ելնի։ Ես իմ ինչ ելնի։ Այդ բենզինը բոլոր տեղերից էլ գալու էր։ Պարտադիր չէր որ Բաքվից գար։ Այդ մինչև հիմա որ ինքը Ադրբեջանից չի բերել, բենզին չի եղել Հայաստանում։ Շատ լավ ա եղել, ամեն ինչ էլ եղել է։ Կյանքումս թուրք չեն սիրել, ոչ եք սիրեն, ոչ եք հարգեն, ոչ եք ինչ որ խեղտավի կարող է փրկեմ, չեն փրկի։ Ինչու է Նիարդային Փաշինյանը հիշում եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ եւ ոչ միայն արդյոք հայ տղամարդուն հարիր է կնոջ հետ այդպես խոսել է։ Այդ աղջիկա օրը ես շատ լավ ճանաչում։ Չտեսնված տղա էր։ Մեր շրջանից Մարտունուց, ես էլ եմ Մարտունուց, Շարտայից։ Դե որ իր խելքը քանակոտ ինչ ասեմ։ Ղեկավարը խելքը որ էտա։ Ոչ թե մենակ այդ աղջկան ասում փախած, մեզ Ղարաբաղց ասում փախածներ։ Այդ ինչքանով է բաց ճիշտ։ Մեկ չենք փախել։ Մեկ մինչև 6 րոպե կռվել եք, մինչև 6 րոպե։ Մեկ կռվել եք։ Ուրեմն ասեմ էլի տղերք, ես մի հատ դեպք չի եղել, բան էլի որ ես հավան եմ ասեմ, հա Փաշյանը ապրի, լավ վերաբերում է երկրի հետ, ժողովրդի հետ։ Հələ այսքան վաղ նայեմ, բայց նենց մի հատ բան չեմ նայել տեսել էլի, որ իմ դուրը գա։ Մի հատ հերոսի աղջիկ կար, որ իրան լավ դրես տեղը, այդ տենսներ է պետք։ Տենսներ է, դրան պետք է իր երեսին թքում ես ասում անձրև է գալիս։ Ինքան մութաբուր չունի։ Թքում ես երեսին ասում ինձ ենքան են դավաճանած, ես արդեն սովորել եմ։ Ինչի մասն է խոսքը, ցավը տանը։ Էլի չէ։ Եկա թե դու Ղարաբաղից ես ոչ մի անգամ ես Ղարաբաղը չեմ տվել հետ։ Ամար դες բան են անում։ Հիմա ես փախել եմ, որ իմ նոր պատմեցի մի փոքրիկ դրվակ։ Փախել եմ ես։ Որ այդ բարերը ասած 4 թուրք մտել ես փախել եմ։ Թուրքն մտել եղածը բան վերցրել։ Այստեղից դուրս եկեք ռադներ այդ քաշը։ Փախել եմ ես։ Ինչ է նշանակում սա։ Ոնց եմ փախչել ես։ Դա սարսափելի բան է։ Չի կարելի այդ տոնով խոսալ, վերաբերմունք ցույց տալ, բացական իհարկե։ Դրական խոսա ինչ այլ է, բայց մասսայական չի կարելի։ Դրանք չընդունվող բաներ են էլի։ 3 միլիոն վարչապետ ունենք մենք Հայաստանում, չէ՞։ 80 տարեկան եմ։ Ես իշխանություններից, պետության ղեկավարից բարեկեցիկ կյանքի բան եմ ուզում ունենամ, ապագա։ Իմ ծերությունը լավ անցնել, ես վերջի մայրամուտին ծերություն է, էսի ծերություն է, էսի այսօր Հայաստանը ծերացել է, փախան գնացին ժողովուրդը, ջահելները։ Դա ինքը ճիշտ բան չէ։ Դե համիլ ինքը մի օր Ղարաբաղցերին կծում է, մի օր բարձրացնում է։ Դրա ընդհանուր չես հասկանում իրան ով ելնելը։ Կարող է հիմա ասի դու լավ ես, մի րոպե հետո ասի շուշանգել։ Այդպես էլ ասում։ Շուշանգել ասում նստել են աթոռի։ Չէ, բայց ես արցախցի կնոջ
չետի միջադեպը, որ դուք տեսաք ինչ տպավորություն։ Շատ վատ։ Ինքը ինչ իրավունք ուներ օրինակ այդ կնոջը տենց աներ։ Ինչ էր արել այդ կինը։ Շատ վատ տպավորություն եմ թողել։ Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գանա։ Նիկոնովը։ Հայա։ Չեմ ճանաչում, ապետ ես մարդ։ Հայաստանի վարչապետն է։ Ինչ վարչության պետ է։ Երկրի ղեկավարը։ Բա, մանադես իրան։ Հայա։ Հա? Հայա։ Բայց ասում են իր պապը թուրք է։ Թե տատը թուրք է։ Իջևանի Կիրովադյանի թուրքերից են։ Ինք ուր է ստե ապրում, մի։ Ես չեմ մանում ուր է աջի։ Կամ էդ ով է էդի։ Ես իրա չեմ հանդիպի, ինձ պետք է այնք որ հանդիպեմ։ Իմ ձենս փճացնեմ, իզուր ներվայնանամ։ Հիմա դեպք պատեմ, էլի։ Փաշինյանը մեր գյուղում եղել է, ես ճարտարից եմ։ 19 թվին եկել է մեր եկեղեցու բացմանը։ Ուրեմն իրեն և շատ լավ դիմավորել ենք, շատ լավ։ Չտեսնված դիմավորել ենք։ Հիմա հաց էինք ուտում, մի 400 հոգով հաց էինք քսել գյուղացիք։ Մեր հանցատեսությունները սարաղում էլի։ Ուրեմն ինքը ինձանից 2 մետր հեռու էր նստած, կոլոր ստոլ է, կոլոր։ Մերկուս որ խմիկ, ասի ոնց ես, սենց արի Փաշինյան, ասի ոնց ես, սենց արի, ասում լավ, բադու, ասեցին եմ լավ։ Որ հանդիպեք, էլի կասեք լավ է, տենց թե։ Հիմա սենց կանեմ, կազին պաշշուլտը։ Մի հատ լավ չափալախ կուտ ինձնից, հորս գերեզման։ Եթե չուտի ամոթ ինձ, թոտանեն նստասնեն։ Թոտանեն նստասեն, չեմ էլ վախը։ Մի 3 նախադասություն ասում էլ ասում մեր եկեղեցին ինչն է խանգարի, որ անդադ պայքարում են։ Արտասահմանյա մեր եկեղեցականների, այստեղ էլ խայտարակեցիք։ Ենա մեր եկեղեցին ինչ է անում։ Երբ թե քաղաքականություն է, այդ մեկ ինչն է խանգարում, որ դուք անդադ պայքարում եք եկեղեցականների դեմ։ Երկրորդ հարցը դա դուք հավատում եք այդ խաղաղական պայմանագրերին, անպայման կասեմ։ Երրորդ հարցը դա ղեկավարի վայր վերաբերմունք չէ։ Դեմիրճյանի հետ էլ եմ հանդիպել։ Կասեի մի քիչ ճիշտ աշխատի։ Որ ձեռնել մեկն ես կքաշեմ իմ ձեռը։ Այդ էս կանում։ Ու կասեմ ինչի համար։ Որ դուք թոշակառուների զրոյացրիցիք, հավասարցրիք հողին։ Այդ մի բանը ես իրան կասեմ, որ ինքը 10 անգամ ներողություն խնդրի, ոնց որ անպատվում է, հետո ներողություն է խնդրում, անպատվում է, ներողություն է խնդրում։ Այդ չի, ես էլ կանեմ։ Կասեմ, որ դու սենց ես, ես չեմ վախենա իրանից, չեմ էդ հաչոքի դեմը։ Ուզում է Փաշինյանը ալի, ով ուզում է ալի։ Ինչու մենք մեղավոր մեր օրինակ մեր ղեկավարությունը մեզ չարչարում է տանջում, չուզում որ մենք ապրենք։ Ինաչ գիտի ինչու ինքը միլիարդներ ունի, դրանով չի բավարարում, իսկ մեզ ընդամենը 10,000 փող բարձրացնել ելույթանում